Վարդան Ղուկասյանը այսօր վիդեո է հրապարակել, ինչպիսի զգացողություն ունեցաք, երբ որ իր վիդեոն տեսաք։ Ընկերներ ջան, հիմա մենք պետքա բոլորս միախմբված լինենք։ Եթե Վարդան Ղուկասյանին պետք լինի բոլորս որ հավաքենք, դուք պատրաստ եք ձեր աջակցությունը հայտնել պարոն Վարդան Ղուկասյանին։ Տեսեք, գիտեք ինչի համար եմ ես իրեն աջակցում, որովհետև ինքը չի գողացել, չի թալանել, չի սպանել։ Ինքը շատ անգամներ կանգնած է եղել ժողովրդի կողքին, երբ որ ժողովուրդը կապնվել է իր հետ, ինքը հանրայնացրել է, բարձրաձայնել այդ թեման ու շատ արագ ձևով լուծում է ստացել։ Դրա համար ես իրեն աջակցում եմ։ Տեսեք, շատ ես դիմացինի քաղաքական տեսանկյունը եւս հարգում եմ։ Շատերը կան, որ Նիկոլ Փաշինյանին են հարգում, ու իրանք տրամադրված են հիմա մյուսների դեմ։ Չի կարելի տրամադրվել, որովհետեւ շատ մարդիկ արդեն հիասթափվել են ներկայիս իշխանության վարչապետից, որովհետեւ օրինակ տան վարձակալության գները, տոկոսները, բանկի տոկոսները ուր է հասել, մարդիկ չեն կարողանում ապրել։ Իրոքից մարդիկ աշխատում են կամ տոկոս են վճարում կամ տան վարձ։ Շատերը վեկալել են բանկից գումար, որ կարողանան իրենց վարձակալության գումարը վճարեն։ Կամ օրինակ Գերմանիայում շատերը չեն կարողանում դեսպանի հետ կապ հաստատել, որպեսզի իրենց անձնագրերը վերականգնեն։ Ընկերներ ջան, շատ թերություններ կան, մարդիկ էլ չեն հավատում։ Հա, դուք հավատում եք, մենք միանշանակ ձեր կարծիքին հարգում ենք, բայց դուք էլ պետքա մեր կարծիքը հարգեք։ Հիմա շատերը կտրամադրեն իմ դեմ, պետք չի։ Ես աջակցում եմ 3 կուսակցության առաջինը Վարդան Ղուկասյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին։ Ես հարգում եմ եւս դիմացինի կարծիքը ու խնդրում եմ, որ դիմացին էլ իմ կարծիքը հարգի։ Մի տեղադրեք իմ նկարները, վատ բաներ գրեք, որտեղ Աստծո ձեր պատիժը կստանաք։ Ու ես Գերմանիայից սովորել եմ, ես ամեն ամիս Հայաստանում եմ լինում, հիմա այստեղ եմ արդեն աշխատում։ Սովորել եմ դիմացինի կարծիքը հարգել, դիմացինի քաղաքական տեսանկյունը հարգել, դիմացինի կրոնը հարգել։ Իսկ շատերը ուղղակի ավանակի նման, ես այդ մարդկանց միշտ ավանակ եմ մեջբերում, իրանք ռեալ չեն կարող քո դեմը կանգնել ու քեզ ինչ-որ մի բան ասել։ Երբ որ կանգնեն էլ, ես շատ կուզենայի, որ ինչ-որ մի հոգի լիներ ու ինձ կանգներ իմ դեմը ինչ-որ մի բան ասել։ Ես ճիշտ եմ, ես իմ տեսանկյունը ունեմ, իմ քաղաքական տեսանկյունը, ես աջակցում եմ պարոն Վարդան Ղուկասյանին, դա իմ կամքն է։ Ընկերներ ջան, դուք եւս պատրաստ եք աջակցել պարոն Վարդան Ղուկասյանին, ձեր կարծիքս ամենի վերաբերյալ սիրով կսպասեմ ու ինչպիսի զգացողություն ունեցաք, երբ որ տեսաք պարոն Վարդան Ղուկասյանի ելույթը։